Շարունակում ենք ուրիշ նորություններ, ինչպես խոստացանք, տաղավարում ունենք հյուրեր, առջևում սպասում է շատ կարևոր եւ սիրված իրադարձություն, խոսքը գրքի գիշեր իրադարձության մասին է, այն վերադառնում է։ Նոյեմբերի 7-ին Բուկինիստի բոլոր գրախանութներում կանցկացվի տարվա ամենամեծ գրքային իրադարձությունը։ Իսկ մենք այսօր հյուրընկալել ենք Բուկինիստ ընկերության հիմնադիր տնօրեն Խաչատուր Վարդանյանին եւ Անի Ավանեսովային, Բուկինիստ ընկերության PR մենեջերին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, հարգելի հյուրեր, ընթերցասերների համար հաճելի նորություններ ունեք, վստահ եմ։ Ես կարծում եմ, որ վաղը օրվա երկրորդ կեսը, չեմ սխալվում 17:00-ից, չէ՞, մինչև կեսգիշեր, փաստորեն կա հնարավորություն Բուկինիստի ցանցից ձեռք բերել հատուկ, այսպես իջեցված գներով ամբողջ տեսականին, թե ամբողջ տեսականին, որի մի մասը երբևէ իջեցվել է, նույնիսկ 2 անգամ նայած ինչ էլի, միևնույն է, բոլորից ծեղճա լինելու քարը 30%, հա, դա շոշափելի շատ։ Մի քանի գրքերից էլ 40% ընթացքում կազենք։ Հասկացա։ Պարոն Վարդանյան, ասացեք խնդրեմ, իսկ ընդհանուր մենք ամեն տարի այդ հարցը ձեզ տալու ենք, այնուամենայնիվ, հա։ Բիզնեսը նույնն է, նվազել է վաճառքների ցուցանիշները, հակառակը սկսել են ավելի շատ գիրք ձեռք բերել, որ լեզվով են նախընտրում կարդալ Հայաստանում։ Այսպիսի հարցեր ունենք, եթե ունեք ձեռքի տակ տվյալներ, վստահ եմ, դուք հետևողական եք ձեր բիզնեսին, հակառակ դեպքում Բուկինիստը չէր բազմանա, չէր մեծանա, չէր ընդլայնվի, հետևաբար այդ վիճակագրությունից տվյալներ կա, որ կուզենայինք իմանալ։ Իհարկե կասեմ։ Եթե համեմատում ենք, նայած որ ժամանակահատվածների հետ ենք համեմատում, եթե համեմատում ենք խորհրդային շրջանի հետ, ոչ մի համեմատություն։ Դե պարզ է խորհրդային շրջանում չխոսենք այդ մասին, հա, որովհետև այնտեղ տպաքանակները 20, 30, 50 հազար էր ու ջրի պես խալվում էին։ Եթե համեմատում ենք մութ տարիների հետ, իհարկե մեծ տարբերություն կա, կամ երբ գրքի հետխորհրդային շրջանում երբ գրքի բիզնեսը աճեց, զարգացավ, շատ թե քիչ, դա արդեն 2010-12 թվականներն էր եւ 2008-ի դեֆոլտից հետո, ասենք, ճգնաժամ եղավ, ասենք ռուսական փողը երբ որ 6 ռուբլին $1 էր, դարձավ $1 24 ռուբլի, արժե զրկվեց։ Մի խոսքով 10-12-13 թվերին սկսեց աճել։ Ես Բուկինիստի ցուցանիշներով եմ ղեկավարվում, որովհետեւ Բուկինիստը վերջին այդ տարիներին, տասնամյակում, ասենք, համարյա ամբողջ տիրաժների կեսն է վաճառել, հիմա էլ է այդպես, մոտավորապես, եւ դա թիվ է արդեն ցուցանիշը, կարելի է դրանով եզրակացություն անել։ Մենք աճեցինք 13-14-ից քիչ, 15-ին շատ անգամ աճեցինք, ես այդ դա պատրաստ չեմ ասելու, չեմ կարող ասել, ոչ թե չեմ ուզում, էլ չեմ կարող, բայց դարձանք խոշոր արկատու, մի խոսքով, վերջնական արդյունքում, տարին 20-30% աճ էր լինում։ Քովիդի տարին մենք բան ունեցանք, նվազեց վաճառքը։ Բիթի որ հակառակը չէ լիներ, մարդիկ տանը չէ, մեր օբյեկտները փակ, մեծ մասը փակ մնացին, աղջելում էին, չէին թողնում աշխատել, փակել էին, սահմանափակային մարդկանց տեղաշարժի, ժամերի եւ այլն։ Եվ ամենամեծ, այսպես ասած, պիկը ունեցանք 22 թվականին։ 23-ին նվազեց։ Կարի չէ բացատրություն։ Ես դժվարանում եմ ասել, Գուցե քովիդի տարվա քաղցը որ մենք լավ աշխատեցինք, չի կարելի, որովհետև վերջին հաշվով ընթերցողն է որոշում ինչ գնի կամ չգնի։ Ասեմ, հիմնականում մեր հրատարակիչները եւ տեխնոլոգիաները փոխվեցին, նոր մեքենաներ գնեցին, դրսից բերեցին լավագույն մեքենաներ, գունավոր տպագրության եւ այլն եւ այլն։ Եվ
պահանջարկի ուսումնասիրությունը դարձավ ավելի ռեալ եւ ճիշտ գրականություն սկսեցին տպագրել եւ արդյունքում այսօր էլ երբեք հայ ընթերցողը չի ունեցել այսքան մեծ հնարավորություն լավ գրքերի, ինչպես հիմա է։ Դա տալիս տարի նաև թարգմանված գրքերի թիվն է մեծանում, ինչ խոսք։ Այդ դա մենք անի հետ կպարզենք, անի ջան, ասացեք խնդրեմ, ինչ լեզվով են նախընտրում կարդալ, այսօր Հայաստանում, ավանդաբար խորհրդային սովետական տարիներից ռուսերեն էր գերակշռում, ընդհանրապես տպաքանակները ռուսերեն լեզվով, դուք կպատասխանեք, խնդրեմ։ Եթե կարելի է, ի վերջո Ուրեմն մինչև վերջին տարիները ռուսական գրականությունը անվանումներով եւ գումարով էլ կազմում էր 70%, հայկականը 30%։ Ու համարում էինք, որ դա բնական է, որովհետեւ ամեն ինչ հնարավոր չի, որ փոքր հանրապետությունը երկիրը տպագրի, փոքր կան գրքեր, որոնք քիչ պահանջարկ ունեն եւ դրանք շատ թանկ կլինեն, հնարավոր չի դա անել։ Ավելավա մյուս լեզվով, ռուսերեն, անգլերեն կամ ուրիշ լեզվով։ Այնուհետև, երբ մենք սկսեցինք աշխատել նաև Անգլիայի հետ, ասենք Անգլիա լեզու շուկայի գրքերն ենք բերել ու հիմա էլ բերում ենք եւ քանի գնում աճում է, 10% անգլերեն գրականություններ կազմում, Անգլիայից ներմուծված։ Վերջին թվերն ասեմ, հայերեն ու ռուսերենը 50-50։ Այսինքն արդեն հրաշալի է։ Այս տարի գուցե հայերենը ավելի շատ լինի։ Ինչի հաշվին, ոչ թե անվանումների, այլ ծավալի, վաճառքի ծավալների հաշվին, որովհետև ունենք հրատարակիչներ, պրոֆեսիոնալ հրատարակչություններ, որոնք շատ լավ գրականություն են տպում, հրատարակում, որոնք գտնում են եւ դասական, եւ ժամանակակից։ Նույնիսկ կան գրքեր, սա ոչ թե հիմա, այլ արդեն մի քանի տարի է, կան հեղինակներ, որոնք մենք ավելի շուտ ենք թարգմանում, քան թե ռուսները։ Ստերեոյթին խոսքը գնում է բեսթսելերների մասին։ Այո, ենթադրվում է այդ Հարարի եւ այլն օրինակ այդ Յուվել կոպիտ ասած պայնի ու գիտենք մեծ մասամբ Նոբելյան մրցանակակին գրականությունում շատ շուտ թարգմանվում են։ Բավականին հուսադրող տվյալներ եք ներկայացնում, այո, բայց կա մի հարց, որ ամեն տարի ուղում ենք եւ երկուսիդ պիտի ուղեմ, ամեն դեպքում պիտի թվային տեխնոլոգիաները հաշվից չգցենք, դրանք կան եւ յուրաքանչյուրիս գրպանում է եւ ընթերցել նախասիրող մարդիկ, նախասիրություն ունեցող մարդիկ իհարկե կընթերցեն նաեւ թվային տարբերակով, այդ դա ինչպես է ազդում, ինչպիսին է փոխհարաբերությունը ընթերցող գիրք տպագրված գիրք եւ այս դիտարկման մեջ որն է զիջում, որն է առավելությունը, կենթանի գիրքը թե թվային տարբերակը։ Իրականում դժվար է ասել, քանի որ տարբեր մարդիկ տարբեր բաներ են սիրում։ Ես ասեմ, այո, իմ համար կարևոր է հենց գիրքը, ֆիզիկապես այդ գիրքը ձեռքերս պահեմ, հոտս գամ, թերթեմ, դա իմ համար շատ կարևոր է։ Միևնույն ժամանակ ճանապարհին ես լսում եմ աուդիո գրքեր։ Երբ որ հնարավորություն չկա առնելու ինչ-որ գիրք, չնայած որ հիմա Հայաստանում համարյա ամեն ինչ հնարավոր առնել, նույն բուկինիստում քանակը գրքերի շատ է եւ դժվար թե մարդը ինչ-որ բան ուզենա ու չգտնի բուկինիստում, բայց 1000-ից մեկը լինում է, ես նաեւ կարամ ընթերցեմ էլեկտրոնային տարբերակը գրքերի։ Դժվար է ասել, ելի եմ կրկնում, շատ մարդիկ դեռևս նախընտրում են եւ ըստ իս միշտ կնախընտրեն կլասիկ տարբերակը գրքերի կարդալ, այդքանը միշտ կլինեն ասացիք կլասիկ, ես այդ դեպքում մի հարց էլ ես հետպես ուղղեմ հետաքրքիր է։ Տեսեք, գրքերը կան շատ սիրուն են, գունազարդ, պատկերազարդ, չգիտեմ որակը, շապիկը միայն ինքն իրենով արվեստի գործ է հիշեցնում եւ բայց նույն գրականությունն է, այսինքն եւ կա ավելի էժան տարբերակ զուտ գիրք է եւ բարձր տարբերություն կա շատ մեծ արժեքի նախապատվությունը այդ գեղեցկությանն են տալիս ավելի շատ հարգելի հյուրեր թե այնուամենայնիվ բովանդակությունն են կարևորում
Ես նախորդ ձեր հարցից էլ ասեմ, որը ընդհանուր է, այս պատասխանը բոլորի համար։ Մարդիկ տարբեր են, մենտալիտետներն են տարբեր, հետո դասիրակությունը, հոգեբանությունը ձևավորվում է միջավայրում, կոնկրետ որոշակի միջավայրում։ Օրինակ իմ սերունդը, անին ինչպես ասեց, ես էլ եմ նախընտրում գիրքը թերթել, կարդալ, գրախանութ ես մտնում այդ հոտը, հարազատ հոտը, տպագրված հոտը։ Բայց երիտասարդ սերունդը, որ թվային տեխնոլոգիաներով ավելի շատ զբաղվել, հենց փոքրուց խաղեր, բան եւ այլն, ասենք իմ թորները իմ հեռախոսից ավելի շատ բան գիտեն, քան թե ես։ Ուրեմն ես մի անգամ այդպես ջահելների հետ խոսում էի, հարցրեցի, ասի, տղերք, ասի, հա, ասում էին, որ էլեկտրոնային գիրքն ավելի լավն է, քան թե, ասում էի, բա որ թերթում ես այդ գիրքը, զգացում ես ունենում հաճելի, չգիտեմ, կամ ասենք, ցանկացած դիրքով կարող ես կարդալ, պարկած, նստած, ասեց ջետ խաշիկ, բա որ այն iPad-ն ես թերթում, ասում է, ինչ հաճելի։ Հա, դե այդ շարժում է, հետո ասեմ ձեզ, գիտեք, ձայն էլ կա նույնիսկ այդ թերթելու, ամեն ինչ ընդօրինակի խնդիր է։ Ես օրինակ մի անգամ ասի մի հատ ատլաս բերեք Երևանից մինչև Ճամբարակ ճանապարհը, պետք է առաքեինք գիրք, բանալեմ, մեր ջահել աշխատակցային ասեց, ինչի համար ասեց, ես հիմա կասեմ։ Պարսի երկու ճանապարհն էլ ասեց, ոնց գնան։ Դե հա, այլ վերաբերում է քարտեզներին, իստում այստեղ համակարգչային ինչ վերաբերում է, ասենք, մարդիկ էլ ինչպես հագնվում են, ինչպես մարդկանց տներն են, ներսի կահավորանքը, ասենք մեքենաները, մարդկանց նիստուկացը, մեկը թանկարժեք մեքենայով է ման գալիս, մյուսը էժանագին, ասենք, մյուրիշն էլ ոտքով։ Հիմա, ասենք, օրինակ ուսանողների համար, կամ ասենք ավելի քիչ եկամուտ ունեցողների համար, բյուջետային տարբերակներով կան գրքեր, որոնք շատ են վաճառվում, եւ այդպես էլ պետք է լինի։ Գիրքը զուտ որպես գիրք, այլ ոչ թե որպես դեկոր, տանեն տունը սիրուն դնեն, ասենք, չգիտեմ, պահարանին։ Իսկ կան մարդիկ, որոնք նախընտրում են սուվենիրային, հուշանվերային տարբերակներ, ասենք, դրվեր, օրինակ, չգիտեմ, փաթեթավորած։ Պարոն Վարդանյան, դուք ոչ միայն հայկավարում եք բուկինիստ գրքերի ցանցը, այլև հրատարակչություն։ Այո։ Եվ այս առումով ավելի շատ հարցս ուղղում են որպես հրատարակչի։ Այսօր հայ հեղինակը ոչ միայն ժամանակակից, այլև հայ դասականը որքանով հետաքրքիր է համաշխարհային ընթերցողին, թեկուզ հասկանալի է, որ թարգմանության մեջ կա պահանջարկ հայ գրականության ամբողջ աշխարհում եւ արդյոք ինչ եք ձեռնարկում տարածելու համար։ Հնարավոր է, որ իմ պատասխանը սուբյեկտիվ լինի, դա իմ կարծիքն է, բայց ճշմարտություն կա դրա մեջ։ Գիտեք, խորհրդային շրջանում էլ տպագրվում էին մեր գրքերը ռուսերեն, անգլերեն եւ հատկապես ռուսերեն։ Եվ Ռուսաստանից գալիս էին լավ գրքեր, օրինակ Ռաֆուս Սամվելը, Դավիթ Բեկը եւ այլն, պատմավեպեր։ Սասունցի Դավիթը։ Սասունցի Դավիթ, շատ բաներ։ Նույնիսկ Ջումա 3 հրացանակիրները ռուսերեն տպեց շատ մեծ տպաքանակով գալիս տանում էին, ասենք, պաշտոնական մեր հիմնարկից հայ գրքից պաշտոնապես, ասենք, գնում էին, կատարում, տանում էին եւ անհատներն էին տանում նվիրելու, տալու եւ այլն, այսինքն պահանջարկ կար։ Ոչինչ չի փոխվել, այդ պահանջարկը հիմա էլ կա, բայց հիմա չեն անում դա։ Չգիտեմ ինչու, դիմել ենք մի քանի անգամ, ես ինքս դիմել եմ, ասենք, որ եկեք, ասենք, մեր գրքերից վերցրեք, փոխանակենք, չգիտեմ ինչ անենք, բայց դարձել է դա բիզնես, մասնավոր բիզնես, եւ իրանք այնքան գիրք ունեն, իրանցն են վաճառում, էլ գլուխ չեն դնում։ Խոսքը դրսի մասին է, որ գիրք ունեն, որ հասկանալ, պահանջարկը կա, իսկ ինչու առաջարկը չկա։ Գրողն էլ սնվում է այդ գրքի արտադրությունից, ասենք իր հոնորարը, հայ գրողը չի ասի, որ լավ վիճակում է, որովհետև փոքր տպականակ է, փոքր հոնորար է ստանալու,
եւ Շատ անգամ իր միջոցներով է տպագրում։ այո, այդպես էլ կա, որ իրենք էլ են տպագրում եւ միայն դրանով ապրել չի կարող, ասենք ռուսները համեմատ ավելի լավ վիճակում են, անգլիացիները, ամերիկացիները իհարկե շատ ավելի լավ վիճակ, նրանք նույնիսկ միլիոնատերեր են, Ինչ ուզում եմ հասկանալ, օրինակ մեզ մոտ միջինում գիրքը լավ որակի 5000 դրամի սահմաններում կարող է ձեռք բերել։ Օրինակ նույն գիրքը ինչ արժե Անգլիայում, Լոնդոնում կամ նույն Նյու Յորքում, օրինակ։ մոտավորապես նույնը, Հա նույնն է, մոտավորապես ավելի բարձր արժե ունենա։ մոտավորապես նույնն է, Օրինակ պայմանական 10-12 դոլարով 10-12 դոլարով կարող ես այդ որակի գիրք գնել, հա, Անգլիայում կարծում եմ չէ, այնտեղ նայած, չէ, եթե շքեղա, դա արդեն ուրիշ գնային կատեգորիա է, իսկ սովորական գրականությունը փափուկ կազմերով, դե մենք Անգլիայից ներմուծում ենք, ստանում ենք, ասենք 7 փաունդ, 8-9, դա մաչելի թվեր են, և մենք երբեմն չէ, հաճախ, ավելի էժան ենք դնում, քան թե հետևի գրած գինն է, իրանք գները գրում են, մեր մոտ չի գրվում, ռուսներն էլ չեն գրում, ավելի, որովհետև էժան ենք ձեռք բերում, ասենք սեղջի, մեծ սեղջերի հնարավորություն։ իրենք գրում են գինը։ Այո, հետաքրքիր է, գրքերի հետևը գրված է։ դրանպես ապրանքի վրա գին գրելը դա շատ սովետական երևույթ է, ինձ թվում է, դա միայն Սովետ միությունում չէ, Գիտեք, հիմա էլ է, արտուկ գնել, տակը գինը գրած էր։ հիմա դրոշում կա, բոլոր ապրանքների վրա գները պետք է մաչելի լինեն գնորդին։ Չէ, պիտակները առանձին, բայց ապրանքի վրա որ գին լինի, դա շատ վաղուց սովետական տարիների։ Անգլիացիները, ամերիկացիները տպում են դուրսը։ Հա, ես Հայաստանում չկա, որ ապրանքի վրա գին լինի, շուկան է թելադրում ի վերջո գինը այդ պայդրությամբ։ Անի, գիտեք, ես Մոսկվայի գրախանութներից մեկում տեսա, այդպես ստենդ կար առանձին, որտեղ որ այդ էլեկտրոնային գրքերը ներբեռնում էին։ Վճարում ես լավ որակի մեջի նկարներով, բանով, այդպես ֆլեշկա կլիներ, թե email-ը տեր տալիս ուղարկում են, ինչ-որ նման փորձ արել եք այստեղ Հայաստան, որ էլեկտրոնային, պարզ է համացանցից կարող ես քաշել, ինչպես ներբեռնել, բայց դե միշտ չէ, այնտեղ վիրուսներ կան, լինում է, որ էջեր են բացակայում, կամ տարատեսակը մի տեսակ չի կարդում, կամ բռնում, հա, քո սարքիդ հետ եւ այլն, այսինքն ինչ-որ տեխնիկական դետալներ կան եւ կա իհարկե արտոնագրված այդպես խանութներ, առցանց, որ կարող ես ձեռք բերել, արդյոք դրա մասին մտածել եք, փորձ արել եք, թե չէ, ի վերջո 16 խանութ կա, չէ, բուկինիստի ցանցում եք, չեմ սխալվում, այդ Երևանում է Վանաձորում։ Չենք արել, Բայց կարելի է փորձել մի մարդ լինի համակարգչով, գիտեք, չեն էլ դիմել, ոչ մի անգամ։ Մարդիկ գուցե չգիտեն նման Այո, հնարավորության դա էլ մասին։ պահանջարկ բավարարելու ձև է, երբ որ առաջարկն է ստեղծում պահանջարկը, այո, իհարկե։ Տեսեք, եթե ինչ-որ մի նոր տպագրված, ասենք, գիրք կա, որը որ դեռ չի հասցրել, կոպիտ ասած, թղթային տարբերակով տպագրվելու զուգահեռ, բացառիկ առաջարկ որպես, օրինակ, հաստատ էքսկլյուզիվ գրականություն էլ է ընկնում ձեր ցանց, վաճառքի հանվում։ Այդ զուգահեռ կարելի է էլեկտրոնային տարբերակն էլ դուրս անել։ Շնորհակալություն, դուք մեզ նույն տվեցիք մտածել։ Չէ, դա մտածենք այդ մասին։ Հա, այսինքն պարզ է, որ կլինի մարդիկ, որոնք որ այդ աշխատանքը ծավալը կանեն, սկանավորեն ամեն էջը կամ չգիտեմ ինչ որ։ Կան հիմա կան։ Դա էլ կանեն, չէ՞։ Պիրատներ կան լիքը։ Հա, պիրատներ։ Լիքը։ Պարոն Վարդանյան, ձեր դիտարկմամբ գրքի գիշերվա ընթացքում, այդ ակցիայի ընթացքում հիմնականում ինչ են փնտրում մարդիկ եւ միգուցե նաեւ ընդհանուր դիտարկենք ինչ հետաքրքրություն կա որ ժանրի հանդեպ կամ որ գրողի հանդեպ միգուցե եւ ընթերցանությունը ավելի շատ կամ ակցիային մասնակցելը մոդայիկ է թե անկեղծ պահանջ։ Մոդայիկ չի ասի, մոդայիկ, ճիշտ է, այդ աժիոտաժը պանիկա է ստեղծում, մարդում տրամադրում է, ասենք, երբ որ շատ մասսայական միջոցառում է եւ այլն, եւ երբեմն գնում ես կատարում, հետո մտածում ես ինչի եմ արել, այդպես լինում է։ Էժաներ դրա համար, հա։ Ասենք սուպերմարկետ մտնելուց զամբյուղը որ վերցնում ես, շատ է եղել, որ ես մտել եմ մի բան առնելու, Չի ստացվում։ բայց
ահագին լցված դուրս եմ Դե իմիջիալոց ձեզ հենց խանութում այսպես են պատկերացնում են հացը դնում են ամենահեռավոր անկյուններում, չգիտեմ այնտեղ մարքեթինգ է, դու անցնես այդ շարքերով, աչքդ մի բան շոյի, մի բան տեսնես գնա, դա առանձին ինստիտուտներ են աշխատում դրա վրա, հա։ Երբ որ դից հացը այդտեղ է գրում ես, տեսնում ես ուրիշ բան է այնտեղ, հիմա ստիպված այդտեղից էլ ես մի բան վերցնում։ Դրա համար հեռու են դնում, որ ճանապարհին ինչ դա մտածված բաներ են, ոչ միայն այնտեղ հետո ձևական չի։ Մեր վաճառողներն ավելի լավ կասեն, այնքան դրվագներ կան տարբեր, իրարից տարբեր սիտուացիաներ են եղել։ Օրինակ գնում են այն ինչ որ իրանց պետք է, բայց այն ինչ որ կարող են, ասենք, թանկ է եւ ասենք այդքան միջոց չունի, ասում եմ գրքի գիշերը կլինի, ինչ ժամանակ է ժան կառնեմ սա։ Ցուցակով գալիս են երբեմն։ Սև ուրփաթին են սպասում, էլի իրենց։ Իրոք ցուցակով են գալիս, ես կարող ասեմ հենց մարքեթինգի կողմից, քանի որ մեր մոտ հիմա բավականին մեծ գովազդային արշավ է գնում, արդեն 3-4 շաբաթ է, ու ես տեսնում եմ, թե ինչ արձագանք մենք ունենք, մարդիկ ինչ են գրում, իրանք իրոք սպասում են այդ օրվանը, դա ուղղակի խոսք չի, իրանք սպասում են ու իրոք պատրաստվում են, ցուցակներով են գալիս, սպասում են հենց գրքի գիշերը գա ու այս տարի եւ մենք եւս սպասում ենք շատ մարդկանց այցը, ոչ մենակ գլխավոր գրախանութ, այլ բոլոր գրախանութներ, նաեւ ինչպես նշել եք Վանաձորում ունենք մասնաճյուղ եւ ինչ կարեւոր է եւ անպայման պետք է նշվի, որ մեր բնորդներին, գրքասերներին տրվում է նաև հնարավորություն օնլայն կարգով առևտուրանել 3W-Books.am հարտակում հնարավոր է ժամը 00-ից ամսի 8-ի արդեն մինչև ժամը 10-ը նույն առաջարկով գնել իրենց ցանկացած գրքերը։ Հետո առաքում կլինի։ Առաքում անպայման կլինի առաքում, այսինքն այն մարդիկ, ովքեր ինչ պատճառներով չեն հասցրել մինչև ժամը 12-ը այցելեն կամ Երևանից դուրս են ապրում, բոլորին է տրվում հնարավորություն 30% եղջով առնել գրքերը, որոնք իրենց վաղուց անհրաժեշտ էին։ Իսկ հենց այդ ցուցակների համաձայն կարող եք փոքրիկ վիճակագրություն ներկայացնել առաջին հերթին գուցե ժանրերի կամ հեղինակների առումով ինչի պահանջակ կա։ Գրականություններ, դա մասնագիտական գրականություններ, մանկական։ Երևի մանկականը ավելի ամենակիչը կլինի, բայց շատ են փնտրում գեղարվեստական հենց հայերեն լեզվով, հայկական գրականություն, արտասահմանյան գրականություն, անգլերեն, ռուսերեն լեզվով, մասնագիտական, այո։ Իսկ ձեզ համար ունեք ամենավաճառված հեղինակ, այսպես ասվածը կամ երյակ, հնգյակ, տասնյակ գուցե։ Դու ասա։ Շատ են։ Ես ասեմ։ Շատ են, հա, Երևանում մանկականը քիչ, մանկականը ընդհանրապես ամենաշատն է վաճառվում, բայց այդ օրը մանկականը քիչ, որովհետև երեխաների համար բոլոր ծնողները ոչինչ չեն խնայում, առաջին հերթին գրքերը։ Իրենց են հիշում, հա, նրանք արդեն գնել են երեխայի համար, այդ օրը իրանց օրն է արդեն։ Իսկ ամենավաճառվող, ամենապահանջված հեղինակը դա Ռոբին Շարմայի գրքերն են։ Մենք անգլերենից թարգմանել ենք հայերեն, բանականը, որը վաճառեց իր Ֆերարին։ Մենք 3 տպաքանակ ենք արել 5,000-ով ամեն մեկը։ Եվ էլի վաճառվում է։ Ամաչում եմ, ճիշտ ասած խոստովանում չեմ էլ լսել։ Հաջորդը Մարկ Արեն, չէ, լավ գիրք է։ Չէ, համաձայն եմ, որ լավն է, բայց ուղղակի ծանոթ չէ։ Գիտենք ինչ մյուս անգամ ձեզ Ես մտածում էի դասականներից մի ուղարկեմ։ Ընդ որում լավ, կպայմանորեն։ Ես ձեռք կբերեմ, շնորհակալություն։ Ուրեմն Շարմայի գրքերն են, երկրորդը, որին մենք հրատարակել ենք, դա Մարկ Արենի այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր, անատոլիական պատմություն գիրքն է, որը նաև էկրանավորվել է։ Հա, այդ դրանից հետո վաճառքները մեծացան, չէ՞, երկրորդ կյանք ապրեց։ Մարդիկ պետք է ասեն, չէ, գիրքն է լավ, թե կինոն, մի քիչ ձևափոխված է ֆիլմը, թեման շատ հետաքրքիր է եւ այդ պատուհանից դեռ ոչ ոք Երանին չէր նայել։ Այդ կտրվածքով բարձր աշխարհիկ կյանքի չէր նայել։
իմ կարծիքով նրա մեծությունը դրանում նա, որտեվ դա հարց է դնում ամեն մի թուրքի առաջ, որ ինքը կարող է ինքը թուրք չի։ Ասենք, շատ խառն ենք էլի։ Իմիջիայլոց ասեմ ձեզ Թուրքիայում հիշում եք խոճապ էր։ Երբ որ սկսեցին DNT-ների տեստեր անցկացնել, հիշում եք մի քանի տարի առաջ, պարզվեց, որ մեծ մասը ընդհանրապես ուրիշ ազգերի խառնուրդ է։ Այդպես էլ պետք է լիներ, այո։ Ես հայրենակիցներից ժամանակակից գրողներից Մարգարենը մեր հայրենակիցն է, Երևանցի տղա է, Երևանցի, դոկտոր էկոնոմիկս գիտնալով եւ հոբին անձամբ ճանաչում է։ Մի բան էլ խոսենք ու երևի արդեն ավարտին տանենք մեր զրույցը, ժամանակ ունենք, ուղղակի արդյունավետ հետո։ Գիտեք, ես փոքր էի, հայրիկս մակուլատուրա էինք հավաքում ընտանիքով։ Ես աշխատել եմ այն ժամանակ, Հա, եւ հետո տանում հանձնում էինք, կտրոն էին տալիս, գնում էինք օրինակ մեծ հանրագիտարանի հավաքածուն էինք ստանում դրա դիմաց, գրքեր էինք ստանում։ Այս ուզում եմ ասում, համ տեսեք, ինչպես որ մի կրակոցով երկու նապաստակ, համ արելի մեծ տպաքանակներն էին սովետական սպառվում այդ եղանակով, համ էլ մակուլատուրա էին հանձնում, մարդիկ վերամշակման թուղթ էին բերում, ստվարաթուղթ եւ այլ եւ այլ։ Հիմա ինչ եք կարծում օրինակ, պարոն Վարդանյան, եթե օրինակ բուկինիստը դες նախաձեռնություն ունենա, հանձնիր, չգիտեմ, 10 կիլոգրամ թափոն, թղթե, ստացիր ինչ որ գիրք, չի աշխատի դա։ Տեսեք ինչքան դրա մեջ կարևոր համ էկոլոգիական բնապահպանական խնդիր է լուծվում, իսկ այդ թուղթը հավաքվում է, համ էլ վերամշակման ծառերն են քրթական, երկրորդական հումք է դա, ասենք, այո, համաձայն եմ, բայց այն ժամանակ դեռ երբ որ միլիոն տիրաժներով դուրս էին գալիս Պուշկին, Դյումա, չգիտեմ ինչ ամեն ինչ գրքերը, ես մի անգամ ասեցի, ասի կգա ժամանակ, որ այս գրքերը չեն վաճառվի։ Հիմա այդ ժամանակն է։ Այդ գրքերը հիմա չեն վաճառվում, դժվար են վաճառվում, որտեղ շատ են։ Այդքան պահանջարկ չկա։ Եվ ուրեմն նույն գիրքը, նույն հեղինակի նույն գիրքը, ասենք, օրինակ Չարենց, կամ ասենք Պուշկին, կամ չգիտեմ, ասենք Դոստոևսկի, հա, արձակ ասենք, էլի։ Սովետի ժամանակվա գիրքը արժի 500 դրամ, Պոլկեքին մնում է, չի վաճառվում։ Վաճառվում է, բայց դանդաղ։ Իսկ նոր գիրքը, որ դուրս է գալիս 5000 դրամ արժի, սիմվոլիկ եմ ասում։ Հա, դա վաճառվում է։ Կամ ավելի թանկ արժի։ Նույն արագությամբ են վաճառվում։ Մի բան կարող եմ ասել, դիզայնը լավն է նոր գրքերի, թուղթը գուցե ավելի լավն է, եւ շրիֆտը հիմա ֆոնտ են ասում, այդ ֆոնտը լավն է։ Տարատեսակը հեշտ է կարդացվում։ Հատկապես իմ տարիքի կամ ավելի հաստատիկ են, ավելի խոշոր են, ավելի իհարկե ավելի հաստափոր է դառնում։ Տեսողական պրոբլեմ ունեմ, ասենք, ակնոցով եմ կարդում։ Եվ ավելի հեշտ են կարդացնում այդ գրքերը։ Մենք ուրիշ բան արեցինք գրքի գիշերի այս անգամվա մեջ, նորություն մտցրեցինք, ուրեմն մեր հրատարակած 3 ժամ ենք հայտարարել, ասենք մի ժամը մեր մանկական հանրագիտարանների ժամն է, 7-ից 8-ը կարծեմ, մենք 9-10 հիմա ունենք վաճառքում, ավելի էր սպառվել են, անգլիական մանկական հանրագիտարաններ ենք թարգմանել, եւ տպագրել ու ունենք վաճառքում հայերեն լեզվով։ Եվ մեր մանուկները երբեք սենց բան չեն տեսել, այսքան հանրագիտարան 7-ից 8-ը հանրագիտարանների ժամն է, այսինքն 10% լրացուցիչ զերծ է ավելացված դրանց վրա, ով այդ ժամին գնի այդ գրքերը։ 8-ից 9-ը Աշոտ Աղաբադանի գրքերի ժամն է, Պրեզիդենտը եւ շարքից էլի ունենք, կարծեմ 5 գիրք ունենք, Թակարդը, հա, նա էլ մեծ պահանջարկ ունեցող Պրեզիդենտն եմ ես հավանում, Հովակիմյանի մասին շատ լավ։ հրաշալի գիրք է։
Մյուս ժամը որներ Մարկարենի ժամներ։ մյուսը Մարկարենի գրքերի ժամն է, որի էլի տպականակները ունենք, մենք ենք հրատարակել 40%, դա արդեն ինքնարժեք է, համարյա ինքնարժեք է ստացվում, այդպես։ Շնորհակալություն, որ եկաք, ես ուզում եմ հիշեցնել, որ վաղը ժամը 17:00-ից Բուկինիստ ցանցում գրքի գիշերը սահմանած նախատեսած մենք խոսեցինք մանրամասն ժամերով նույնիսկ ինչ առավելություն է, բայց ընդհանուր 30% ամբողջ տեսական համարժեք կա, ես ուզում եմ հիշեցնել մեր ունկնդիրներին, որ այդ ակցիան շարունակվելու է մինչև կեսգիշեր, ճիշտ եմ հասկանում, այսինքն մինչև կեսգիշեր բաց են լինելու գրախանութները։ Այն մարդկանց համար, ովքեր հեռու են, շրջաններում, տարբեր ռայոններում կամ զբաղված են աշխատանք, կես գիշերից մինչև հաջորդ առավոտյան ժամը 10-ը օնլայն արտակում։ Այսինքն 12-ից հետո եթե չհասցրեցիք այսպես անձամբ գնում կատարելը, կարող եք առցանց պատվիրել եւ այն ձեզ կարակվի այդպիսի բաներ։ Մեր նախորդ հանդիպումից շատ գեղեցիկ բառ հնչեցրեցիք, որ տպավորվեց իմ մեջ, այսօր չնշեցիք, բայց ուզում եմ հիշեցնել, որ գրքի գիշերը գրքախառնվելու գիշերը։ Գրքախառնվելու գաղափարը մնաց մեր ժողովրդի մեջ, մնաց դա, այդ տերմինը մնաց։ Այս տարի մերոնք ասում էին, չանենք, որովհետև երբեմն կատակով ասում են, չգրկախառնվենք, գրքախառնվենք։ Մենք այդ նորությունը արեցինք, գուցե եկող տարի նորից անենք։ Ինչու՞ որ շատ լավ է։ Դա հոգեվիճակ է, դա ակցիա չի գրքախառնվելը։ Ընդհանրապես, այ օգտվեմ առիթից, ես էլ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, որովհետև գովազդի մասին օրենքը այնքան են խստացրել, որ բոլոր լրատվամիջոցները վախենում են, որ ասենք բուկինիստի անուն տան, ֆիրմայի անուն ասենք որևէ ապրանքանիշի անուն կամ չգիտեմ, չեմ ուզում մանրացնել, բայց իմ համար, նաև իմ թիմի համար մենք բիզնես չենք անում, սա բիզնես չի, մենք գիրք ենք տարածում, մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը, մեր հասարակությունը ավելի ինֆորմացված լինի, ավելի գրագետ լինի, գիրքը գիտելիք է։ Ինչ խոսում։ Դա ներքին կուլտուրա է զարգացնում։ Գիրքը նաև ոգեվիճակ է ձևավորում, ասենք հանգստացնում է, փսիխոթերապիա է, որ ավելի լավը կլինենք։ Սա է, մեր համար սա բիզնես չի, և շնորհակալություն ձեզ, որ մեզ այսքան ժամանակ տրամադրեցիք։ Ձեզ շնորհակալություն, որ եկաք, մեր հյուրերն էին Բուկինիստ ցանցի, գրախանութների ցանցի հիմնադիր եւ տնօրեն Խաչատուր Վարդանյանը, ինչպես նաեւ նույն ցանցի PR մենեջեր Անի Ավանեսովան, շնորհակալություն, որ եկաք։ Շնորհակալություն։ Ձեզ լավ հաճելի երեկո եք ցանկանում վաղը։ Հաճելի այն առումով, որ ձեր սպասումները արդարանան եւ ամենևին էլ չեմ խոսում փողի մասին հիմա, հակառակը ուզում եմ տեսնեմ այդ աժիոտաժը, այդ իրարանցումը, որը որ այդքան ուզում ենք բոլորս տեսնենք, չէ, որ գրախանութները նույնքան ակտիվ եւ աշխուժ, որքան ունենք, չգիտեմ, մեծ զեղչերի ժամանակ մոլերում, հագուստի եւ պարագաների ասում վաճառասրահներում։ Շնորհակալություն, որ եկաք։